արհեստական բանականությամբ կարդացել էր, որ այս դեղը կարող է առաջացնել սրտի կանգ։ Այն հարևանն էլ ասում է, այս հյութը խմի կամ այս դեղաբույսը օգտագործի կամ հենց դեղն էլ գնա դեղատնից վերցրու խմի, դու բուժվելու ես։ Սրտի հետ խաղ չեն կանում, սիրտը չի ներում այդպիսի սխալներ։ Առաջին ազդակը, որ մարդը պետքա չանտեսի։ Չի զգացել, գանգատներ չի ունեցել, բայց ճնշումը հասցրել է վնասել սիրտը։ Դե տարիքային է, տարիքս այն չի, ճնշումս էլ տատանվում է կամ բարձր է։ Ամուսնուն նշանակված է լինում դեղորայք, հաջորդ այցի ժամանակ տեսնում ես կինը արդեն այդ դեղորայքը։ Բժշկուհի Մելքոնյանին կկանչեք, Արևիկա անունը Մելքոնյան։ Սենց վախեցած ասացի ես եմ։ Չէ, դու չես, գնա։ Մեզ ասել են ինքը շատ լավ բժիշկ է։ Դու ջահել երեխա ես, ոնց կարաս լավ բժիշկ։ Ոնց որ թե պարոն Ալթունյանի բախտը բերել է։ Բարև ձեզ, ես Անին եմ։ Մեդֆորումում խոսելու ենք սրտաբան Cardiolife բժշկական կենտրոնի համահիմնադիր Արևիկ Մելքոնյանի հետ։ Բարև ձեզ բժշկուհի։ Ողջույն։ Շնորհակալ եմ, որ ինձ մոտ եք ու խոսելու ենք կարծում շատ կարևոր թեմաներից։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ինչու հենց սրտաբան։ Սա ի սկզբանե գիտակցված որոշում էր, թե ժամանակի ընթացքում ձևավորված ընտրություն։ Առհասարակ բժշկական համալսարանում սովորելու ընթացքում են որոշում կայացնում եւ սովորաբար ընթացքում հաճախ նաեւ փոխում են որոշումը։ Ես դարձել եմ բժիշկ, որպեսզի դառնամ սրտաբան։ Որոշումը կայացրել եմ 3-րդ դասարանում հայրիկիս հետ մեր հերթական ջերմ զրույցներից մեկի ընթացքում եւ երբևէ իմ մասնագիտական ուղու ընթացքում որևէ անգամ չեմ փոշմանել կամ չեմ երկմտել ընտրել այլ նեղ մասնագիտացում։ Դարձել եմ բժիշկ, որպեսզի դառնամ սրտաբան։ Կլինիկա հիմնելու կամ համահիմնադիր լինելու այս գաղափարը կիսելու մտադրությունը ոնց ձևավորվեց։ Երբ ավարտեցի օրդինատուրան, Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտում գործում էր կանխարգելիչ սրտաբանության կենտրոնը, Երևանի գլխավոր սրտաբան պարոնակ Հարությունչի հիմնած կենտրոնը։ Անմիջապես ավարտելուց հետո սկսեցի աշխատել կանխարգելիչ սրտաբանության կենտրոնում, որտեղ այդ ժամանակ տնօրինում էր Ալթունյան Դավիթը, ղեկավարում էր եւ երջանիկ պատահականությամբ մենք դարձանք ամուսիններ եւ մեր հաջողված ընտանիքի ձևավորման ընթացքում հասկացանք, որ մեր հայացքներն ուղղված են նույն ուղղությամբ եւ մեր ներուժը շատ էր իմ մասնագիտական եւ Դավիթի կառավարման փորձն ու հմտությունները, որոշեցինք չկորցնել այդ պոտենցիալը եւ ճիշտ ուղղությամբ օգտագործել եւ հիմնեցինք Cardiolife բժշկական կենտրոնը։ Ինչ գաղափարախոսություն կամ տեսլական կա Cardiolife-ի հիմքում ընկած։ Գիտեք, Անի, մենք երբ սկսել ենք աշխատել, երբ հիմնադրել ենք, չենք շատ բարձրաձայնել մեր գաղափարների, մեր տեսլականի մասին, բայց ունեցել եք հաստատ։ Այո, եւ այս պահին արդեն ռետրոգրադ հետհայացք գցելով մենք կարող ենք արձանագրել մեր ձեռքբերումները, կարող ենք արձանագրել այն փաստերը, ինչին կարողացել ենք հասնել, դրված նպատակները կատարված ենք համարում, ինչի մասին կվկայեն մեր բազմաթիվ գոհ բուժառուները։ Երբ հիմնում էինք Cardiolife-ը, որոշումը այսպիսին էր՝ բժշկությունը դիտարկել ոչ թե որպես մասնագիտություն, որպես աշխատանք միայն, այլ բժշկությունը առաքելություն համարել, օգնելու մարդկանց, նրանց մատուցելու ոչ միայն բարձրորակ բժշկական ծառայություն, այլ նաև մարդակենտրոն բժշկական կենտրոն ունենալ։ Եվ փառք Աստծո, այսօր արդեն 8 տարի անց կարող ենք արձանագրել, որ այո, մենք կարողացել ենք դա անել։ Ակնհայտ է, որ ձեզ սիրում են պացիենտները, իսկ պացիենտը բժշկին սիրում է մասնագիտական որակների եւ մարդկային որակների համադրության շնորհիվ։ Ու եթե սոցիալական ցանցերում հետևենք ձեր թեկուզ նկարի տակ գրված մեկնաբանություններին, այդ ակնհայտ հասկանալի եւ տեսանելի է։ Որն է այդ գաղտնիքն ու բանաձևը։ Գիտեք, սրտանոթային հիվանդությունները ի տարբերություն շատ այլ հիվանդությունների քրոնիկական ընթացք ունեն եւ
պրոգրեսիվող ընթացք ունեն ու ընթանում են բազմաթիվ սրացումներով, այսինքն սրտանոթային բուժառուն, սրտանոթային պացիենտը մշտապես պետք է գտնվի հսկողության տակ եւ այն բժշկական կենտրոնը, որտեղ բուժառուն այցելում է մեկ անգամ եւ չի ստանում բավարար ճշգրիտ մասնագիտական մոտեցում, բավարար մարդկային ճիշտ վերաբերմունք, հաջորդ անգամ վստահ նա չի կարող կրկին այցելել այդ բժշկական կենտրոն կամ չի կարող վստահել այդ բժշկին։ Մեր կենտրոնում շատ անչափ կարևորված է մասնագետների ընտրությունը, ովքեր բոլորը ունեն բարձր որակավորում եւ մարդկային բարձր արժեքներ են կրում։ Որն է այն խնդիրը, որը պետք է լուծել բժիշկ եւ պացիենտ փոխհարաբերություններում։ Բուժառուն անկախ նրանից, թե ինչ ծանրության աստիճանի հիվանդություն է կրում, ինչ հիվանդ է, բժշկական կենտրոնից, բժշկի այցելությունից հետո պետք է որոշակի հոգեբանական բավարարվածությամբ դուրս գա բժշկի այցից, որովհետև մենք արդեն ի սկզբանե գործ ունենք հիվանդ մարդու հետ, անառողջ մարդու հետ եւ ինչու ենք այսքան կարեւորում փսիխոսոմատիկան, չէ, 21-րդ դարում դա չափազանց կարեւոր ճյուղ է բժշկագիտության մեջ, ուստի շատ կարեւոր է բժիշկ եւ բուժառու փոխհարաբերությունները, որոնք պետք է հիմնված լինեն վստահության վրա։ Ես միշտ ասում եմ, երբ բուժառուն դիմում է բժշկի սրտաբանի, դրանից հետո իր կյանքում պետք է ինչ-որ մի բան փոխվի, որովհետև պետք է բուժառուն իմանա, թե հաջորդ անգամ իր նոր գանգատի, նոր սրացման դեպքում ում պետք է դիմի, ում պետք է ապավինի։ Հաճախ ծանր դեպքերում, երբ բուժառուի զանգը ուշանում է, ես ինքս եմ անհանգստանում ու սպասում եմ տեսնեմ ինչի չզանգեց, հիվանդ ինչու չզանգահարեց ու շատ հաճախ լինում է, որ մենք ենք հետադարձ կապով կապ հաստատում բուժառուի հետ։ Գուցե հենց գաղտնիքը դրանում է կայանում, որովհետև շատ պացիենտներ ակնկալում են ոչ միայն հաբերով բուժում, հետազոտություններ եւ այլն, իրենք նաեւ այդ ապրոմակցումն են ակնկալում բժշկից, ով կկիսի իրենց ցավը, իրենց գանգատը, եւ իրենք դրանով իսկ արդեն թեթևացած են զգում։ Դա իհարկե գնահատվում է եւ ես վստահ կարող եմ բարձրաձայնել, որ մեր բոլոր բուժառուները ստանում են մեր բուժկենտրոնում անհատական մոտեցում։ Այսօր գրեթե բոլոր բժիշկները ակտիվ են սոցիալական հարթակներում, մեդիաներում եւ կա այդ հնարավորությունը։ Ինչպես է գնահատում դուք այս հնարավորությունը։ 21-րդ դարում իհարկե կարևոր է սոցիալական ցանցերում բժշկի ակտիվությունը եւ ես եւս փորձում եմ ժամանակի ներածի չափով ակտիվ լինել, սակայն կարևորում եմ նաև, որ բժիշկը պետք է լինի բժիշկ, պետք է ունենա վաստակի բուժառուներ նաև առանց սոցիալական ցանցերի, որովհետև ամենացանկալի բուժառուն ինձ համար կոնկրետ իմ բուժված պացիենտի կողմից ինձ ուղղորդված այլ պացիենտն է։ Երբ հաճախ սոցիալական ցանցերով բուժառու է դիմում եւ իրենք սովորաբար ասում են ու շեշտում են, որ գիտեք, բժշկուհի ձեզ մոտ եկել ենք տեսնելով ձեր, չգիտեմ, ինստագրամյան հոլովակները, ես ժպտալով ասում եմ, լավ, ո՞նց կարելի է սոցիալական կայքով վստահել ու գնալ բժշկի մոտ, ծիծաղում ենք, իհարկե վերջում բուժառուն երբ շատ գոհ դուրս է գալիս, ասում է, տեսակ բժշկուհի ջան, որ ես չէի սխալվել։ Բայց մյուս տեսանկյունից չեմ ուզում որևէ բժշկի կամ որևէ մասնագետի առհասարակ վիրավորել, բայց այն կարելի է օգտագործել եւ կիրառել հենց բուն տեղեկատվության, ինչու՞ չէ կոնկրետ բժշկության դեպքում հանրությանը իրազեկելու, ինֆորմացիա հաղորդելու, որը ոչ պակաս կարևոր է եւ ես կարծում եմ յուրաքանչյուր բժիշկ նույնիսկ որոշակի պարտավորություն պետք է ունենա անելու, եթե համաձայն եք ինձ հետ։ Համաձայն եմ, Անի ջան, եթե դա մատուցվում է, եթե ներկայացվում է իսկապես ճիշտ տեղեկատվություն, եթե ապացուցահեն բժշկություն է ներկայացվում, ես լիովին համաձայն եմ, բայց պետք է նաև փաստենք, արձանագրենք, որ այսօր
սոցիալական ցանցերում պարտադիր չի միայն բժիշկների կողմից, հենց ասելիքս դա է, այո, շատ է ապակ տեղեկատվությունը եւ բուժառուները հաճախ չեն կարողանում տարբերակել որն է իսկական բժշկությունը, որն է ապացուցահեն բժշկությունը եւ որը ոչ։ Մի 2-3 օր առաջ մի լուրջ խնդիրներով պացիենտ առավոտյան եկավ, դադարեցրած իր հակառիթմիկ դեղորայքը։ Զարմացած ասում եմ ինչ է պատահել, ասում եմ բժշկուհի ջան, երեք ընկերս արհեստական բանականությամբ կարդացել էր, որ այս դեղը կարող է առաջացնել սրտի կանգ։ Օրինակ, ես չգիտեմ ինչ ինֆորմացիայով են առաջնորդվել, ես բացատրեցի, որ բժիշկը, ով ձեզ նշանակել է այդ դեղը, ես չէի նշանակել, ով նշանակել է այդ դեղը, հաստատ այդքան հմտություն ունի, հաստատ այդքան մասնագիտական կարողություններ ունի, եթե աշխատում է արդեն բժիշկ, եւ բնականաբար սխալ էր։ Մենք այդ դեղը ամեն օր նշանակում ենք, այդ դեղը կյանքեր է փրկում, տարբեր ձևով կարող ես հարցը տալ եւ ստանալ տարբեր պատասխաններ։ Վրդովված գնաց թե հավատաց ձեզ դոկտոր։ Բուժառուն իհարկե հավատաց ինձ եւ հասկացավ, որ սխալ է գործել, որ առանց իր բուժող բժշկի թույլտվության արհեստական բանականության վրա հիմնվելով դադարեցրել է դեղորայքի ընդունումը։ Կար հետազոտություն, որ ինչ արհեստական բանականությունը ի հայտ է եկել մեր կյանքում, տոկոսը հիմա կդժվարանամ հստակ նշել, բայց մեծ տոկոս էր կազմում հենց առողջական խնդիրներով հարցումները արհեստական բանականությանը։ Ոնց է գնահատում սա։ Եղավ այդ մի դեպքը, բայց առհասարակ ոնց անենք։ Անի ջան, արհեստական բանականությունից օգտվելը պետք է ճիշտ օգտագործել։ Երբ ոչ կոմպետենտ, ոչ բժիշկը, ոչ մասնագետը փորձում է բժշկական տեղեկատվություն ստանալ, եթե դա ուղղակի իր համար սիրողական մակարդակի տեղեկատվություն է, քավ լիցի, թող զբաղվի։ Իսկ եթե որոշում է արհեստական բանականությամբ լուրջ առողջական խնդիր լուծել եւ որոշում է իր բժշկի կողմից նշանակված դեղորայքը դադարեցնել, բնականաբար դա արդեն ընդունելի չի։ Պետք է ամեն ինչը կարողանալ ճիշտ օգտագործել։ Տեսեք, առօրյա կյանքում էլ, եթե մի կողմ դնենք արհեստական բանականությունը, մարդիկ բանավոր խոսքի միջոցով, այսպես ասեմ, միմյանց փոխանցում են ոչ ճշգրիտ տեղեկատվություն, հա։ Մեկը ասում է, այդ էս իմ ոտքերը այտուցված էին, սա անոթային խնդիր է։ Այն մեկը ասում է, վայ, չէ, սրտից էր դա եկել, այն մեկը շատ է ջուր օգտագործում։ Ու սենց սկսում է բերան այս ինֆորմացիան տարածվել, բայց իրականում որն է նախբյուրը, այս մարդը ինչ խնդիր ունի, ոնց պետքա բուժվի։ Այն հարևանն էլ ասում է, այս հյութը խմի կամ այս դեղաբույսը օգտագործի կամ հենց դեղն էլ գնա դեղատնից վերցրու խմի, դու բուժվելու ես։ Այս խնդիրն էլ կա հանրության շրջանում։ Միանշանակ եւ եթե մենք արդեն ունենք կայացած սրտանոթային խնդիր, բնականաբար անլրջությունը լսել հարևան բարեկամին, դադարեցնել դեղորայքը, հարևան տատիկի դեղը սկսել օգտագործել, ինչին մենք ամեն օր ականատես ենք լինում, այլ մեկի հիվանդության հետ։ Հիվանդները գալիս են, դիմում են բժշկի արդեն խմելով դեղորայք։ Բնականաբար սա անթույլատրելի երևույթ է, հատկապես սրտի հետ չեն կանում, սիրտը չի ներում այդպիսի սխալներ եւ եթե բուժառուն ունի արդեն գանգատ, բնականաբար առաջնահերթությունը պետք է տա սրտաբանին դիմելու, պետք է դիմի սրտաբանին։ Գուցե հենց այստեղ է, որ տեղեկատվական հարթակները հնարավորությունը տալիս են բժշկին օգնել մարդուն։ Ես այսպես եմ ընկալում գոնե։ Այո, ես էլի չկրկնվեմ, ճիշտ տեղեկատվությունը, այստեղ պետք է բեռը դնենք բժիշկների վրա, ընտրել, մատուցել ճիշտ տեղեկատվություն, էլի եմ կրկնում, ապացուցահեն բժշկություն։ Մեր ուղեցույցերը մեզ համար ծառայում են որպես օրենսգիրք։ Իհարկե մենք ադապտացնում ենք դա յուրաքանչյուր բուժառուի համար, բայց պետք է առաջնորդվել միայն ապացուցահեն բժշկությամբ։ Բժշկուհի ջան, ասեցիք առաջին իսկ ազդակների դեպքում պացիենտը պետք է դիմի սրտաբանի։ Այ կուզեմ մի փոքր այդ ազդակների մասին ասեք մեզ։ Գուցե հիմա ասեք, այսպես դրանք շատ մանրամասն բացատրելու են եւ այլն, բայց գոնե այն առաջին ազդակը, որ մարդը պետքա չանտեսի։ Սրտաբանին պետք է դիմել, եթե ունենք գլխացավեր, գլխապտույտներ, խշշոց ականջներում, որոնք պայմանավորված են զարկերակային ճնշման բարձրացումներով։
Սակայն պետք է արձանագրենք նաև, որ զարկերակային ճնշման բարձրացումը ոչ միշտ է ուղեկցվում գանգատներով։ Օգտագործելով առիթը պետք է հորդորեմ մեր բուժառուներին, չէ, մեր բնակչությանը ամեն օր կատարել այդ պարզ գործողությունը, չափել զարկերակային ճնշումը, անկախ նրանից ունենք գանգատ թե չունենք, որովհետև գալիս է բուժառուն, արձանագրում ենք բարձր թիվ, ասում է բժիշկ ջան, սա ինձ համար նորություն է, ես երբևէ չեմ ունեցել։ Կատարում ենք այո, պարզապես չի չափել։ Մենք կատարում ենք էխոսրտագրություն եւ տեսնում ենք, որ արդեն պացիենտի մոտ կա սրտի ռեմոդելավորում, սրտի ձևախախտում, այսինքն պացիենտը չի զգացել, գանգատներ չի ունեցել, բայց ճնշումը հասցրել է վնասել սիրտը։ Հաջորդ գանգատը, որի առիթով բուժառուն պետք է պարտադիր դիմի սրտաբանի, դա հետկրծոսկրային շրջանի ցավերն են։ Հետկրծոսկրային շրջանում սեղմող, մռմռացող, այրող բնույթի ցավի դեպքում անհապաղ պետք է դիմել սրտաբանի։ Այդ ցավը կարող է երբեմն ունենալ ատիպիկ տեղակայում, ուսագլուխներում, դաստակներում, ծնոտում, սրտխփոցների դեպքում, սրտի անկանոն աշխատանքի դեպքում, անհայտ պատճառով ուշագնացությունների դեպքում, երբեմն առանց որևէ գանգատի պետք է բուժառուն դիմի բժշկի, հատկապես այն բուժառուն, ով գտնվում է ռիսկի խմբում, ով ունի ժառանգական նախատրամադրվածություն սրտանոթային հիվանդությունների նկատմամբ, ով ունի ընտանեկան հիպերխոլեստերինեմիա, ով ունի երիտասարդ տարիքում հանկարծամահություն ընտանիքում ունեցած, ավելորդ քաշ ունեցող, շաքարային դիաբետ ունեցող, նստակյաց բուժառուները, ովքեր ունեն ուղեկցող ռիսկի գործոններ, առանց որևէ գանգատի պետք է դիմեն սրտաբանի, պարբերաբար դիմեն սրտաբանի։ Սրտանոթային հիվանդությունները շարունակում են ողջ աշխարհում մնալ որպես մահացության թիվ 1 պատճառ։ Սակայն պետք է կարևորենք, որ սրտանոթային հիվանդությունները կանխարգելելի են, թերևս սրտաբանության մեջ ամենաշատն է հնարավոր իրականացնել կանխարգելումը եւ հստակ են մեր գործողությունները, որոնք ուղղված են սրտանոթային պատահարների առաջացման կանխարգելմանը։ Ուստի կարևորելով կանխարգելումը որպես սրտաբանության կարևորագույն ճյուղ, ես որպես սրտաբան աշխատում եմ հետևյալ սկզբունքով. երբեք բուժառուին չեմ ճանապարհում միայն այդ օրվա իր գանգատին ի պատասխան։ Եթե ինձ բուժառուն դիմել է միայն սրտի շրջանում ծակող բնույթի ցավի կապակցությամբ կամ բարձր ճնշման կապակցությամբ, ես երբեք չեմ սահմանափակվում իջեցնելով նրա զարկերակային ճնշումը։ Եվ իմ բուժառուները հաստատ կփաստեն այս մասին, որ բոլոր հիվանդների հետ ես իրականացնում եմ սրտանոթային ռիսկի հաշվարկ։ Իսկ դա կարևորագույն միջոցն է կանխարգելելու սրտանոթային պատահարը։ Երբ դիմել է ինձ, ենթադրենք 45 տարեկան բուժառուն, գանգատվում է բարձր ճնշումից, ես նրան տալիս եմ ճնշման դեղորայք, վերջ, ինքը բավարարված է։ Բայց ես չպետք է բավարարված լինեմ այդքանով, որովհետև խորհրդատվության ընթացքում իմանում ես, որ բուժառուի հայրը հանկարծամահ է եղել 45 տարեկանում, եղբայրը ունեցել է կորոնար անոթների ստենտավորում 50 տարեկանում։ Եթե ես պացիենտին ճանապարհեմ միայն իջեցնելով ճնշումը, ես ինձ չեմ համարի լավ բժիշկ։ Պետք է կարողանալ հայտնաբերել այդ բուժառուի մոտ բոլոր ռիսկի գործոնները, բոլոր հնարավոր միջոցները պետք է կիրառել իրականացնելու սրտանոթային պատահարի կանխարգելում։ Երևի թե հենց դրա համար էլ կարդիոլայֆում ներդրված են առաջնային հետազոտության գրեթե բոլոր մեթոդները, գործիքակազմը մասնագետներով։ Անիջան, այո, փորձել ենք եւ կարծում եմ ստացվել է մեր բուժկենտրոնում ապահովել բոլոր հնարավոր ժամանակակից հետազոտությունները, բոլոր հնարավոր ժամանակակից մեթոդները կիրառում ենք, որպեսզի մեր բուժառուների մոտ կարողանանք իրականացնել պատշաճ բուժզննում, կանխարգելում, վարում, բուժում։ Արդյոք կյանքի բնականon գործընթաց է, որ տարիքի հետ մարդու սրտանոթային ռիսկը մեծանում է։ Այո, իհարկե, տարիքը համարվում է չկառավարվող ռիսկի գործոն։ Մենք դասակարգում ենք ռիսկի գործոնները կառավարվող եւ չկառավարվող
ռիսկի գործոնների եւ տարիքը ամենակարևոր չկառավարվող ռիսկի գործոնն է։ Յուրաքանչյուր հաջորդ տարի մարդը ունի ավելի մեծ հավանականություն ունենալու սրտանոթային պատահար, քան նախորդ տարի։ Բայց ամեն դեպքում չենք վախեցնում մարդկանց։ Իհարկե չենք վախեցնում մարդկանց, որովհետև կառավարվող ռիսկի գործոնները շտկելով մենք կարող ենք նվազեցնել սպասվող սրտանոթային պատահարի առաջացման հավանականությունը։ Այսինքն ամեն ինչը վերագրել տարիքին չի կարելի եւ արդարացված։ Տարիքը կարևոր չկառավարվող ռիսկի գործոն է, բայց հուսալքվել, որ տարիքը մեծ է եւ չի կարելի արդեն կանխարգելել սրտանոթային պատահարը, չենք կարող։ Կուզեմ որակեք էլի, դե տարիքային է, տարիքը սեն չի ճնշումս էլ տատանվում է կամ բարձր է։ Կա այսպիսի հասկացողություն բժշկության մեջ։ Այժմ Անի ջան, մեր ուղեցույցերով կրկին ասեմ 120-70-ից բարձր ճնշումը համարվում է բարձրացած զարկերակային ճնշում 140-90-ից բարձր արդեն համարվում է զարկերակային գերճնշում եւ այստեղ մենք չենք տալիս տարիքային սահմանափակումներ բարձր է ուրեմն կա ճնշում տարիքից կախված պետք է բժշկի մոտեցումը փոխվի եւ պետք է զգուշորեն իջեցնի զարկերակային ճնշումը որովհետեւ մեծահասակների մոտ այդ իջեցումը ավելի կարող է դիսկոմֆորտով ընթանալ պետք է պարզապես զգուշորեն իջեցնել բայց որ ունենանք այդպիսի սահմանում թե տարիքով տարածված մոտ այո գալիս են ու այդպես էլ ասում են բժշկ ջան դե ես 70 տարեկան եմ 160 ճնշում ինձ համար նորմալ է չկա այդպիսի բան, այլ հարց է, որ պետք է զգուշորեն իջեցնենք, աստիճանաբար իջեցնենք, բայց բարձրացած ճնշումը հիպերտենզիան հիպերտենզիա է։ Մեկ այլ խնդիր է բժշկուի ջան, երբ մարդ այո չափում է իր ճնշումը, տեսնում է, արձանագրում է, որ այն բարձր է, տատանվում է եւ այլն, եւ ուղղակի մոտակա դեղատնից վերցնում, ախտորոշում է իրեն դեղատան աշխատողի օգնությամբ կամ չգիտեմ, վերցնում է դեղորայք եւ սկսում օգտագործել։ Նորմալ է։ Առհասարակ սրտաբանության մեջ սրտային պրեպարատներն այդքան հեշտ ու մեղմ պրեպարատներ չեն։ Իհարկե չի կարելի առանց բժշկի նշանակմամբ հարևանի, բարեկամի, ծանոթի պրեպարատը չի կարելի ընդունել։ Այսինքն մտածել, որ միևնույն է բարձր է ճնշումս, իջացրեց այս դեղը լավն է, բայց կարող է չէր համապատասխանում իր խնդրին, կարող է վնաս տալ։ Անի ջան, ճնշումը իջեցնել պետք է ամեն գնով, սակայն դա գրագետ մոտեցում չէ։ Երբ մենք կատարում ենք էխոսրտագրություն, օրինակ, բուժառուին հետազոտում ենք, կատարում ենք լաբորատոր անալիզներ, մենք ճնշման դեղը գրագետ կարող ենք ընտրել միայն այդ հետազոտություններից հետո, որովհետև շատ հաճախ այս հարցը մեզ տալիս են բժշկուհի ջան, բայց այս դեղն այսքան տարի եթե ես խմեմ ինձ չի վնասի։ Մենք բացատրում ենք, որ տեսեք, մենք ձեզ կատարեցինք էխոսրտագրություն, դուք ունեիք սրտի չափերի լայնացում, դուք ունեիք սրտի պատերի հաստացում, դուք ունեք երիկամների կծիկային համազատման արագության իջեցում։ Այս ամեն ինչը տեղի է ունեցել ձեր դեղ չխմելու արդյունքում, որովհետև զարկերակային բարձր ճնշումը վնասել է ձեզ։ Ուստի բացատրում ենք, որ այս հետազոտություններից հետո մենք ընտրում ենք թիրախային պրեպարատ։ Մենք ընտրում ենք այնպիսի պրեպարատ, որը հատուկ ձեզ համար է, կկանխարգելի կոնկրետ ձեր մոտ, ձեր ախտահարված թիրախ օրգանը, կպաշտպանի ձեր թիրախ օրգանը։ Կխնդրեմ թեկուզ մակերեսային պատասխանել հարցից։ Շատ դեպքերում մարդիկ իրենց սրտային էս ռիթմի խանգարումներ եւ այլն վատ ինքնազգացողություն կապում են ասեն դե նյարդերս ա մի փոքր լարված եմ, չգիտեմ դե կանցնի, դե այսպես, դե այնպես, այս դերը ճիշտ են արդարացված են։ Պացիենտը կարող է ունենալ գանգատներ, կարող է ունենալ նույնիսկ կայացած խնդիր եւ իրոք այդ խնդրի հիմքերում կարող են լինել նյարդային խանգարումները, էմոցիոնալ ապրումները եւ այլն։ Բայց այդ եզրահանգմանը բուժառուն ինքն իրեն չի կարող գալ, պետք է առաջնահերթ ժխտել կառուցվածքային խնդիրը, պետք է ժխտել բոլոր առկա իրական սրտային, ներսրտային պատճառները։ Ժխտելուց հետո միայն բժիշկը կարող է դնել այդ ախտորոշումը, նյարդերի հետ կապ ուներ, թե չէ։ Իհարկե մենք ունենք շատ ռիթմի խանգարումներ, որոնց հիմքում ընկած են էմոցիոնալ գերլարումները, նյարդային հիվանդությունները եւ այլն, բայց այդ ախտորոշումը կարող է դնել միայն բժիշկ սրտաբանը։ Ամեն դեպքում սեփական նախաձեռնության վերցնելու որոշումներ կայացնել չի կարելի ու կարող է շատ լուրջ հետևանքների հանգեցնել։
ունենում ենք այսպիսի դեպք, երբ ընտանիքում ամուսնուն նշանակված է լինում դեղորայք, հաջորդ այցի ժամանակ տեսնում ես կինը արդեն լավ դեղորայքը։ Հա, բայց ասում եմ բժշկու ջան, լավ դեղ էր, դուք նշանակել եք ամուսնուն, շատ լավ օգնել էր։ Բացատրում եմ, որ իհարկե օգնել էր, որովհետև դա ինդիվիդուալ ընտրված էր ձեր ամուսնու համար, բայց ձեզ միգուցե պետք չի, ձեզ միգուցե այլ պրեպարատ է հարկավոր, միգուցե դուք ունեք սրտի սնուցման խանգարում, ձեզ պետք է այնպիսի հակագերճնշումային պրեպարատ, որը նաև սրտի սնուցումը կլավացնի, այսինքն զուգահեռ պետք է հասկանանք ինչ ուղեկցող վիճակներ կան բուժառուի մոտ։ Դեղորայքը հակագերճնշումային ընտրվում է ոչ միայն ճնշման թվից ելնելով, այլ նաև ուղեկցող հիվանդությունները հաշվի առնելով։ Եվս մեկ միֆ կա հանրության շրջանում այսպես տարածված, կամ գուցե միֆ չի ուղղեք ինձ բժշկուհի ջան, որ խոլեստերին կարող է ունենալ միայն այն մարդը, ով ունի ավելորդ քաշ։ Միանգամից ասեմ, որ միֆ է։ Խոլեստերին կարող է ունենալ յուրաքանչյուր մարդ, անկախ քաշից, անկախ օգտագործվող սննդի որակից, անկախ պարունակող ճարպերի քանակից, կենդանական եւ ոչ կենդանական։ Խոլեստերինն օրգանիզմում հայտնվում է երկու ճանապարհով՝ արտաքին ընդունման ձևով եւ ներքին սինթեզի ճանապարհով։ Մենք ունենք հատուկ խումբ մարդկանց, ովքեր ունեն ընտանեկան հիպերխոլեստերինեմիա ախտորոշումը։ Եվ այս մարդիկ կարող են ունենալ նվազ քաշ, կարող են առհասարակ չօգտագործել կենդանական ծագման սնունդ, լինեն բուսակեր, չգիտեմ, բայց ունենան շատ բարձր խոլեստերին, այդ թվում նաև վատ տիպի, այսինքն ցածր, շատ ցածր խտության լիպոպրոտեիններ։ Այսինքն այստեղ է ժառանգական նախատրամադրվածությունը։ Այո, այստեղ շատ կարևոր է ժառանգական նախատրամադրվածությունը, իրենք բոլորովին իրենց պարագայում կապ չունի, թե իրենք ինչ են ուտում։ Իհարկե մենք պարտավոր ենք բուժառուին բացատրել ինչպես փոխի կյանքի որակը, ինչ սնունդ ընդունի, որ հավելյալ չբարձրացնի խոլեստերինը, սակայն այս մարդկանց մոտ ներքին արտադրությունն է բարձր խոլեստերինի եւ որևէ կապ չունի իրենց ավելորդ քաշի հետ։ Հասկանալի է, որ ձեր մասնագիտությունը սիրում եք, տարված եք դրանով, ապրում եք դրանով եւ այն լիարժեք օգտագործում եք մարդկանց օգնելու համար։ Եթե ոչ սրտաբան, ապա ինչ կդառնայիք։ Հստակ չեմ կարող պատասխանել, ինչ մասնագիտություն կընտրեի, եթե չդառնայի սրտաբան, բայց հաճույքով եմ կատարում իմ դասավանդման աշխատանքը։ 2014 թվականից դեռևս Առողջապահության ազգային ինստիտուտում բժիշկների վերապատրաստման ծրագրերում դասավանդում եմ սրտաբանություն։ Մինչ օրս էլ տարբեր ծրագրերում դասավանդում եմ եւ գերագույն հաճույքով եմ դա իրականացնում։ Մտածում եմ, թերևս տատիկիս ու պապիկիս մանկավարժական գեներն է խոսում, միգուցե մանկավարժությամբ զբաղվեի չեմ կարող ասել, համենայն դեպս հաճույքով համատեղում եմ դասախոսությունները բժշկության հետ։ Խոսեցիք, որ մասնակցում եք բժիշկների վերապատրաստման ծրագրերին, բավականին երիտասարդ լինելով կարող ենք գոնե ես կարող եմ հստակ արձանագրել, որ արդեն հասել եք որոշակի մակարդակի, որոշակի բժշկական մակարդակի, հա, որ կարողանում եք նույնիսկ արդեն կրթել բժիշկներին։ Ինչպիսի զգացողություններ են։ Անի ջան, այստեղ եւս պետքա հիշեմ պարոն Հարությունովիչին, որովհետեւ ուսանելով իր կենտրոնում, աշխատելով իր ղեկավարությամբ շատ բաներ եմ իրենից սովորել։ Թերևս դասախոսելու հմտությունները եւս վերցրել եմ պարոն Հարությունովիչից, այո, եւ հաջողությամբ կարողացել եմ կիրառել։ Երբ առաջին անգամ մտա լսարան, որտեղ բոլորը կայացած բժիշկներ, ընտանեկան բժիշկներ, սրտաբաններ, թերապևտներ մի պահ սենց սարսափած կանգնեցի, մտածել եմ, որ ինչ են ասելու, այս երիտասարդ աղջիկը ինչ է մեզ ներկայացնելու։ Իհարկե գոնե 10-15 րոպե անց լրիվ փոխվեց մթնոլորտը, բոլորի ոգևորությունը, բոլորի հիացմունքը, արժանացա բոլորի հիացմունքին եւ մինչ օրս շատ ջերմ հիշողություններ ունեմ կապված հենց այդ առաջին դասախոսությունների հետ եւ մի շատ զավեշտալի դեպք ունեմ հիշելու դասախոսությունից վերադարձանք արդեն կլինիկայում աշխատանքի եմ կլինիկայի դուռը բացվում է տարեց ամուսիններ են ներս մտնում ես էլ միջանցքում բժշկական համազգեստով կանգնած մոտենում են ու ինձ հարցնում են բժշկուհի Մելքոնյանին կկանչեք Արևիկա անունը Մելքոնյան Սենց վախեցած ասացի ես եմ, չէ դու չես գնա, մեզ ասել են ինքը շատ լավ բժիշկ է, դու ջահել երեխա ես ոնց կարաս լավ բժիշկ։ Մինչ
Ինչ օրս այդ դեպքը ես հիշում եմ, երբ երիտասարդ մասնագետի մասին խոսք է լինում, անմիջապես աչքիս առաջ այդ զույգն է գալիս իր անվստահ վերաբերմունքով իմ նկատմամբ։ Մասնագիտության նկատմամբ պատասխանատվությունը, մասնագիտությունը սիրելուց, թե ուղղակի անդադ աշխատելուց էր եկել, այդ ոնց ստացվեց այդպես։ Անի ջան, բնավորությունից է գալիս, ես բոլոր ոլորտներում ցավալիորեն շատ մաքսիմալիստ եմ, ինչի համար ինձ միշտ քարկոծում են, որ ամենտեղ չի կարելի լինել, իմ գոլեգաներին ասում են դու գերազանցիկ ես։ Իհարկե աշխատասիրություն, իհարկե ձգտումներ, իհարկե դժվար է այս ամեն ինչին դիմակայելը։ Ես նաև փոքրիկ գաղտնիք բացեմ, ես ընտանիքում տնային տնտեսությունում եմ շատ ակտիվ ոչ մեկ իմ խոհանոցում իրավունք չունի ինչ-որ բան անելու, ես սիրում եմ ամեն ինչ ինքս անել, ինքս պատրաստել, ինքս հյուրասիրել, հյուրընկալել եւ այլն։ Փորձում եմ բոլոր ոլորտներում հնարավորինս կատարել այն ինչ կարող եմ։ Չգիտեմ որքանով է ստացվում, համենայն դեպս փորձում եմ։ Ոնց որ թե պարոն Ալթունյանի բախտը բերել է։ Ինչու հենց Cardio Life։ Cardio Life, սիրտ եւ կյանք։ Սրտին կյանք ենք տալիս եւ այս կարգախոսով էլ աշխատում ենք։ Cardio Life, ձեր սրտի պահապանը։ Շնորհակալություն բժշկուհի ջան։ Հետևեք հենց այս կարգախոսին, քանի որ մեր օրգանիզմի շարժիչը հենց սիրտն է։ Հետևեք դրա կողմից ուղարկած յուրաքանչյուր ազդակին։